Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր հունիսի 19։ Թող իմ սիրտն անմեղ լինի քո հրամանների մեջ, որպեսզի չամաչեմ։ Սաղմոս 119-րդ գլուխ 80-րդ խոսք։ Մենք կարող ենք այս ներշնչված աղոթքը դիտել որպես այնպիսի մի աղոթք, որն ինքն իր մեջ պարունակում է այն վստահությունը, որ նրանք, ովքեր մոտ են մնում Աստծո խոսքին, երբեք չեն ամաչի դրան համաձայն ապրելուց։ Այս աղոթքը սրտի առողջության մասին է։ Ճիշտ վարդապետությունը լավ է, դրա վերաբերյալ առողջ դատողությունը ավելի լավ, իսկ ճշմարտության հանդեպ առողջ սիրտը լավագույնն է։ Մենք պետք է սիրենք ճշմարտությունը, զգանք ճշմարտությունը և հնազանդվենք ճշմարտությանը, այլապես իրականում առողջ չենք լինի Աստծո պատվիրանների մեջ։ Արդյոք այս չար օրերում շատերն են այդպիսի առողջ վիճակում։ Երանի թե այս խոսքերը գրողը, թե ընթերցողը, թե ունկնդրողը լինեին այդ մարդկանցից մեկը։ Շատերը պիտի ամաչեն վերջին մեծ օրը, երբ բոլոր վեճերն ու տարաձայնությունները վերջնականապես կլուծվեն։ Այդ ժամանակ նրանք կտեսնեն իրենց հորինած գաղափարների անմտությունը և կլցվեն խղճահարությամբ ու զղջումով իրենց հպարտ անհավատության և Տիրոջ հանդեպ գիտակցված անհնազանդության պատճառով։ Բայց նա, ով հավատացել է այն ամենին, ինչ Տերն ուսուցանել է, և կատարել է այն, ինչ Տերը պատվիրել է, կկանգնի արդարացված իր գործերի մեջ։ Այդ ժամանակ արդարները պիտի փայլեն արևի պես։ Նրանք, ովքեր շատ են զրպարտվել և վիրավորվել մարդկանց կողմից, այդ օրը կտեսնեն, որ իրենց ամոթը փառքի է վերածվել։ Եկեք սեփականացնենք այսօրվա խոսքի աղոթքը և վստահ լինենք, որ այն կկատարվի մեր կյանքում։ Եթե Տերը մեզ հոգևորապես առողջ և հաստատուն դարձնի, նա նաև մեզ անվտանգ կպահի։